Սրանք ավտոբուսներ են, շտապօգնության և հրշեջ մեքենաներ, որ մոխրացել են իրանցիների կատաղի ձեռքով ամբողջ երկրում բռնկված բողոքի կրակի ժամանակ։ Վերջին օրերին Թեհրանում, Իրանի մյուս քաղաքներում անկարգությունների ու ջարդերի հետևանքով վնասվել է ավելի քան 25 վարչական շենք, 44 մզկիթ, հայտարարել է Թեհրանի նահանգապետը։ Հիմա Իրանում համեմատաբար խաղաղ է։ Մեծ հաշվով անցել է, Իրանը կարողացել, Իրանի իրավապահ մարմինները կարողացել են այդ ագրեսիաները, այդ բախումները նվազեն, լիդերները ձերբակալեն։ Բայց իրանցի վերլուծաբանների խոսքով օդում կախված մեծ լարվածություն կա նահանգներից հնչող սպառնալիքների պատճառով։ Իրանի զինուժը ցանկացած պահի կարող է հարվածել ամերիկյան ռազմաբազաներին, եթե Վաշինգտոնը որևէ քայլ ձեռնարկի Թեհրանի դեմ։ Գիշերը Իրանի օդային տարածքը 5 ժամով փակվել է բոլոր երկրների համար։ Մի շարք ավիաընկերություններ հայտարարել են, որ կշրջանցեն Իրանի օդային տարածքը։ Գիշերը շատ ռազմական շարժումներ կան Իրանի շուրջ, բայց ասել է, որ պետք է հարվածներ դա, բայց հաշվարկների Իրանը ասել է, որ բոլոր Միացյալ Նահանգների ռազմաբազաները տարածաշրջանում ի պատասխան ինքը կարող է հերթիրագործել, հաշվարկների մեջ են։ Թրամփը չէր բացառել ռազմական գործողություն իրականացնել Իրանում, սպառնացել էր կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Իրանի կառավարությունը մահապատժի ենթարկեր ցուցարարներին։ Բայց Իրանում իրավապահներին սպանած ցուցարարների համար նախատեսված մահապատիժները կարծես չեղարկվել են, այդպիսի տեղեկություն ունի Միացյալ Նահանգների ղեկավարը։ Ցույցերի ժամանակ ձերբակալված մի ցուցարարի 26-ամյա Էրֆան Սոլթանիի մահապատիժը պետք է լիներ չորեքշաբթի, բայց չեղավ։ Մեզ տեղեկացրել են, որ Իրանում սպանությունները դադարել են և որևէ մահապատիժ չի լինի։ Այս մասին ինձ վստահելի աղբյուրներից են տեղեկացրել։ Եթե մահապատիժներ լինեն Իրանում, մենք շատ կվրդովվենք։ Դուք էլ, գիտեմ։ Բայց չեն լինելու։ Ինչու է այդքան վստահ Թրամփը։ Քաղաքագետ Փույա Հոսեյնիի խոսքով չորեքշաբթի և հինգշաբթի նախատեսված մահապատիժներն ընդամենը հետաձգվել են։ Իրավապահ մարմինների մեջ մոտավորապես 100 զոհ կա և դա անպատիժ չի պիտի լինի, որը մի երկիրը չի հանդուրժելու 100 իրավապահների զոհ է։ Տաք տեղից է գալիս Թրամփի ձայնը, մինչդեռ ինքն էլ չէր ների իր երկրում նման անկարգություններն ու սպանությունները, վստահ է քաղաքագետը։ Հիմա Սպիտակ տանը նստած ուզում է կառավարել նաև օվկիանոսից այն կողմ։ Իրանում հեղափոխություն անելու համար, ըստ Փույա Հոսեյնիի, Թրամփն օգտագործում է Ռեզա Փահլավիին։ 1979 թվականին Իրանում տապալված շահի որդուն, որը մոտ 40 տարի է նահանգներում է ապրում ու տեսակապով է հորդորում իրանցիներին փողոց դուրս գալ։ 17 տարեկանից Միացյալ Նահանգներում է ապրում, կապ չունի Իրանի հետ, Իրանին խորքով չի ճանաչում, ժողովրդի խնդիրներին զանոթ չի, ինքը իրադան մեջ նստում է եւ վիդեոկապով հրահրում է ժողովրդին, որպեսզի հեղափոխություն անեք, որ ես կամ նստեմ։ Ըստ Հոսեյնիի, ոչ Թրամփին, ոչ Փահլավիին չի հաջողվի հեղափոխություն անել Իրանում, քանի որ Իրանի կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկում լուծելու ժողովրդի խնդիրները, որոնց պատճառով էլ նրանք քաոս էին դարձրել Իրանի փողոցները։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։